Ասֆալտապատման աշխատանքներում թերություններ չկան, ավելին դրանք լաբորատոր փորձաքննություն են անցել։ Ռադար Արմենիայի հետ զրույցում ասաց շինարարական աշխատանքների պատասխանատու Վահրամ Պետրոսյանը, անդրադառնալով ակտիվիստ Արթուր Չախոյանի հայտարարությանը, թե նոր վարչական շրջանի Գայի պողոտայի ասֆալտը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Ավելի վաղ Չախոյանը տեսանյութ է տարածել, որտեղ չափելով քանդված ասֆալտի կտորների հաստությունը պնդել է, հակառակ սահմանված պահանջին դրանք 1 սանտիմետր բարակ են։ Մինչդեռ Վահրամ Պետրոսյանը բացատրում է, կատարված աշխատանքում թերություններ չկան։ Ավելին, քանդված կտորներից մեկը վերցնելն ու չափելով եզրակացություններ անելը ուղղակի անընդունելի է։ Մարդիկ չեն տենց բաներ ասում կամ ինչից են այդպես մի կտոր վերցնելով ու չափելով որոշելով որ դա ինչ որ թերություն ընդհանուր 50,000 քառակուսու մեջ իմ համար դա ընդունելի չէ։ Իրականացված աշխատանքները ավարտվելուց հետո անցնում են լաբորատոր փորձարկումներ եւ մանրամասնությունները այնտեղ երևում են, թե խտացումը, թե հաստությունը։ Նման խնդիրը առաջանում է հիմքի հետ կապված, կարող է վթարի ջրի կամ ինչ որ խոնավեցման հետևանքով լինի։ Կարող է վերևից ներթափանցած ջրերի հետևանքով լինի, կարող է ներքևից ինչ որ վթարի հետևանքով լինի, որից որ ասֆալտը քայքայվում է։ Այդտեղ մենակ այդ 4 սանտիմետր ասֆալտ չի, ռեզման աշխատանք են կատարել, բակային գոյություն ունեցող ասֆալտ էլ է եղել։ Փաստացի ոչ մեկ չկա, ասենք քայքայվել գնացել այդ ցեղի մեջ։ Վահրամ Պետրոսյանի խոսքով այն տեղերում, որտեղ ասֆալտը քայքայվել է եւ ցանցաձև ճաքեր են առաջացել, այդ հատվածի կտորները դուրս են բերվել եւ այժմ պետք է նոր հիմքի փոխարինում կատարվի։ Իսկ Արթուր Չախոյանը հենց այդ կտորներից է վերցրել եւ չափումներ կատարել, ինչը սխալ է եւ պարզապես մանիպուլացնող։ Լիլիթ Աբրահամյան, Ռադար Արմենիա։